Սիրելի ուխտավոր զավակներ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Մայր տաճարում մատուցված Կիրակնօրյա ժամերգության ժամանակ անդրադարձել է Միքայել Բագրատ Մկրտիչ սրբազանների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը, դատապարտելով տեղի ունեցածը։ Մեր սրտերը ծանրացած են տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով և կեղծ մեղադրանքներով կալանավորվել նրանք, ասել է Գարեգին II-ը։ Նա իշխող ուժի գործողությունները որակել է հակաեկեղեցական և դատապարտելի։ Հայրապետի խոսքով, չնայած այս գործողություններին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին անսասան կմնա հզոր և հավատավոր իր ժողովրդով և նույն նվիրումով շարունակելու է իր տերունական առաքելությունը հուսակերտ և բարեզարդ ծառայելով ազգին ու հայրենիքին։ Գարեգին II-ը կոչ է արել հավատացյալներին ամուր մնալ հավատքի և սիրո մեջ, չընկրկել դժվարությունների ու փորձությունների առջև։ Կիրակնօրյա ժամերգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հազարավոր քաղաքացիներ մեր ձևով շարժման անդամների հետ միասին ուխտի են գնացել Սուրբ Էջմիածին։ Ժամերգությունից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել մոմավառություն։ Սրանք օրվա կադրերն են թռչնի թռիչքի բարձրությունից։